Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, ես այսօր զրուցել եմ Միասնության թևերի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի հետ։ Պարոն Թաթոյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Թաթոյան, վերջին օրերին ձեզ հետ կապված եւ կուսակցության եւ ձեր անձի հետ կապված հրապարակումներ են, այսպես ռուսաստանյան համարվող, եթե այդ լրատվամիջոցները, թեև նաեւ նշվում է, որ արևմտյան ֆինանսավորում ունեն, այնուամենայնիվ բացահայտումներ են անում, որ ձեր կուսակցությունը կապ ունի ռուսական ֆինանսավորման հետ, եթե հակիրճ ասեմ, Խրոնիկա Կավկազի իրականացրած հետաքննության արդյունքում բացահայտվել է, որ ձեզ Ռուսաստանաբնակ գործարարն է ֆինանսավորում, իսկ դոսիեն նշել էր 926 միլիոն դրամի ֆինանսավորում եք ստացել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալին պատկանող գործակալությունից, դուք հերքում եք այս պնդումները, իսկ ինչպես եք հիմնավորում, որ դրանք կեղծ են։ Նայեք, այդ տեղեկություններն ամբողջությամբ կեղծիք են, դրանք նպատակ ունեն վնասել մեր գործունեությունը եւ վնասել նաեւ վարկանիշին։ Դա կազմակերպված է այդ արշավը իշխանության կողմից։ Տեսեք ինչ սխեմա է գործում, ես շատ արագ ասեմ։ Ռուսալեզու կասկածելի կայքեր հրապարակում են տեղեկություններ, հետո իշխանության մարդիկ, տարբեր քարոզիչներ, ներկայացուցիչներ սկսում են դրանք տարածել, մոլորեցնում են մեր քաղաքացիներին ու նաեւ ստեղծում են հետապնդման հիմքեր։ Օրինակ Խրոնիկա Կավկազը, որ ասում եք այդ կայքը, դա կասկածելի ծագմամբ կայք է, որի երբ մտնում ենք նայում ենք, տեսնենք թե լրագրողները, խմբագիրները ովքեր են, նայում ենք ադրբեջանական ազգանուններով մարդիկ են, որոնց տվյալները գեներացված են, ստեղծված են արհեստական բանականությամբ։ Ասենք նկար է դրված, ռուս կնոջ անուն ազգանուն է գրված, բայց հետո հասկանում ենք, պարզում ենք, որ ադրբեջանական անուն ազգանունի իրականում այդ կինը եւ ինչ որ շոու բիզնեսի հետ կապված մի հաղորդման լրագրող է։ Այսինքն սրանք բացարձակեղծիք են եւ այդտեղ է օրինակ գրված, որ ինչ որ մեզ ռուսաստանցի հայ գործարար է ֆինանսավորում, դա իրականության չի համապատասխանում, կամ օրինակ դոսիեն, այդպիսի բան գոյություն չունի, կամ օրինակ դոսիեն, ասեմ, որ դա ռուս մեծահարուստ ընդդիմադիր գործիչ, Ռուսաստանի իշխանությունների ընդդիմադիր գործիչ Միխայել Խադարկովսկուն է պատկանում եւ այդ կայքը ընդհանրապես հայտնի է որպես անանուն տեղեկություններ, չճշտված տեղեկություններ հրապարակելով։ Այս մասին կա ամբողջական տեղեկատվություն։ Ես դրա մասին չի ել լսել այդ կայքի մասին, մենք ուսումնասիրեցինք, տեսանք նոր։ Այստեղ տեսեք ինչ է կատարվում։ Տպավորություն է դրա հիման վրա մեր հետ կապված ներկայացվել է այսպես ասեմ, դրա հիման վրա այնպիսի հրապարակում է արվել, իբր մենք ռուսական, ինչպես դուք ասացիք, իշխանությունից 921 միլիոն 26 միլիոն, ներողություն, չեմ թիվը ուշադրություն դարձել, միլիոն գումար ենք ստացել։ Ասեմ ձեզ, որ դա իրականությանը չի համապատասխանում, կեղծիք է, փաստերով, ապացույցներով է երևում։ Մենք դրա 5 ամսվա համար է, չէ՞, նշում, կեսի չենք ծախսել այդ գումարի եւ այն աստիճան կեղծիք է, որ օբյեկտիվ փաստերի ուղղակի այսպես բանի չեն դիմանում եւ սա նպատակ ունի ընդհանրապես վարկաբեկել մեր գործունեությունը։ Ում կողմից է ուղղորդվում, պարոն Թաթոյան, հիմա տեսեք, այդ լրատվամիջոցները կարծես Ռուսաստանում այսպես հռչակված են որպես գործակալ լրատվամիջոցներ, այսինքն Ռուսաստանի իշխանությունների կողմից ընդհանրապես չեն ողջունվում եւ ընդունվում այդ լրատվամիջոցները։ Հիմա նշանակպես է արևմուտքից է հարձակումը, թե դուք ադրբեջանական ծագում տեսակ եւ գտնեք, որ այդ երկրից է հարձակումը։ Տեսեք, նախ դրանք լրատվամիջոցներ ես չէի էլ համարի դրանց։ Մեկը կասկածելի ասեցի անունով, արհեստական բանականությունով ադրբեջանական անուններ ունեցող մարդկանց հետ է կապված։ Մյուսն էլ է դոսիեն էլ ռուս ընդդիմադիր գործիչ Միխայել Խադարկովսկու կայքն է, որը Ռուսաստանի իշխանություններին ընդդիմադիր է։ Հիմա սա նաեւ փորձ է, այդ որ ասում են հիբրիդային պատերազմ, հիմա սա Հայաստանի իշխանությունները օգտագործելով այս ամենը եւ ես այո կասկածներ շատ հիմնավորումն է, որ հենց Հայաստանի իշխանություններից էլ աֆիլիացված կապերով կազմակերպվում է, հետո գալիս է ամբողջով ուղղորդվում է, պրոյեկտվում է, օրինակ ենթադրենք ընդդիմադիր ինչ որ տենց ուժերի նկատմամբ։ Տեսեք, այստեղ նաեւ խնդիրը որն է։ Այստեղ ակնհայտ երևում է այդ ռուսական ու ոչ ռուսական այդ ազդեցությունները։ Ես որ այդքան ասում եմ, մենք չպետք է թողնենք օրինակ, որ մենք լինենք ռուսական ազդեցության ներքո։ Եվ իսկապես այդպես է։ Նախ ծիծաղելի է, ես ամեն օր խոսում եմ նրա մասին, որ մենք պետք է իջեցնենք ռուսական ազդեցությունը, որ Հայաստանը չպետք է կախված լինի Ռուսաստանից։ Քննադատում եմ շատ խիստ այդ արգելքները, ասում եմ, որ մեր ծաղիկ արտահանողների համար արգելքներ են դրել, կոնյակը արտահանողի վրա արգելք են դրել եւ այդ ինչ եղավ, որ պահիտակ եղավ։ Այդ նրա համար է, որ իրենք իրենց ճնշումներն են գործադրում եւ
տակը տուժում է ով հայ գյուղացին ու գործարարը։ Հիմա այդ պարագայում մեզ ասել, որ ինչ որ ռուսական ազդեցությունը առնվազն ծիծաղելի է, չգիտես ինչ անուն դնես։ Եվ երբ գնում ենք խորանում ենք մի հատ էլ հասկանում ենք աղբյուրները որտեղից են գալիս, տեսնում ենք, որ սա ընդհանրապես արտաքին ազդեցությունների կռիվ է։ Այո, այդտեղ ադրբեջանական ծագմամբ ինֆորմացիաներ են եւ նորից եմ ասում, որ դա փաստ է, այդ մտնում ես այդ կայք, տեսնում ես, ես ինչ որ հիմա ասենց չեմ հնարում ինձանից, եւ նայում ենք մեր փաստաթղթերը, մեր փաստաթղթերում ամբողջությամբ եւ ֆինանսական աղբյուրներ եւ այլն մաքուր բանկային հաշվետվություններով եւ այլն ամեն ինչը ստեղ հստակ ամրագրված է եւ այս զրպարտությունը նպատակ ունի վնասել խոչընդոտել մեր գործունեությունը։ Լավ, դա դրսից։ Հիմա ներսից օրինակ շատ սրան անդրադառնում է Դանիել Յոհաննիսյանը, նա նախ հավատում է այս, եթե ասենք լրատվամիջոցներ, այսպես ասած լրատվամիջոցների ճշմարտացիությանը, բացի Խրոնիկա Կավկասից, դա դեպքում ասում է, որ այո, սունկ լրատվամիջոց է, մյուսների դեպքում օրինակ դոսիեն համարում է, որ հավաստի լրատվամիջոց է։ Մյուս կողմից ինչ է նա նշում, ասում է, այո, օրինակ, եթե այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ինչու Արման Թաթոյանը չի ներկայացնում իր ելքերը եւ մուտքերը, ինչու կենտրոնական ընտրական հանձնաժողովում շտաբերի կարծեմ նշել էր 20-ից ընդամենը 5-ի վերաբերյալ եք պայմանագրեր ներկայացրել, սրան ինչպես եք դուք արձագանքում։ Ուրեմն նախ տեսեք ինչ է կատարվում։ Այդ տեղեկությունը, դոսիեի տեղեկությունը հրապարակելուց հետո ձեր ասած մարդը ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում։ Սա շատ ծիծաղելի հոդվածներ է, ընդհանրապես կապ չունեցող մեզ հետ ընդհանրապես վերաբերելի չի ֆինանսավորման, այսինքն ոչ մի խնդիր այդտեղ չկա, կուսակցությունների ֆինանսավորման է վերաբերում, այլ ամբողջությամբ բաց ու պարզ է։ Բայց տեսեք այդ հաղորդմամբ ինքը ինչ արեց։ Ստեղծեց տպավորություն, որ մենք իսկապես ռուսական ազդեցության մարդիկ ենք, որովհետև գնահատականները մեջ տալիս, ասում է արժանապատիվ տեղեկություններ, այսօր էլ հրապարակել է, ասում է հեղինակավոր կայք է, բարձր արժանապատվություն ունի տեղեկությունները, տեսեք նաև ինչ անում, բարձրացնում է, ինքը իմ պաշտպանվում է, որ ցույց տա իր հրապարակած տեղեկությունները հեղինակավոր են, ազդեցիկ են, դրա համար էլ ուղարկել է, չէ՞, բայց դրանով ակնհայտ ինչ արեց, տպավորություն ստեղծեց, նաև որ մենք ունենք այդքան ֆինանսավորում 926 միլիոնի, որը բացարձակ կեղծիք է։ Եվ հիմա տեսեք դրանով այդ մարդը վերածված է իշխանության գործիքի եւ նրա միջոցով է, որ նաեւ ստացվում է նրա այս աշխատանքների միջոցով է, որ հիբրիդային պատերազմ մղում է։ Տեսեք, սա իշխանության կողմից կազմակերպած ինձ համար նա իշխանության մաս է, որովհետեւ նա ընդգրկված է, ես դրա հիմնավորումը շատ հստակ ունեմ, որովհետեւ նա ընդգրկված է պետության իշխանության ստեղծած տարբեր հանձնաժողովներում։ Օրինակ ոստիկանությանը վերաբերող հանձնաժողովներում, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի նշանակման հանձնաժողովում, սահմանադրական բարեփոխումների խորհրդում, ժամանակին Արցախում ընտրությունների համար մոնիտորինգ անելու համար գումարներ է ստացել եւ հիմա էլ ակնհայտ է ինձ համար, որ նրա գործունեությունը կոչված է ուղղված է իշխանության շահերը սպասարկելուն եւ նա այս իշխանության այս մեծ կառուցվածքի մաս է։ Մենք պետք է այդպես նայենք։ Ու նրա գործունեությունը իշխանությունը օգտագործում է իբրև գործիք արշավներ իրականացնելու համար եւ այլն։ Ընդ որում նա մեկը չես կասեմ, էլի դա այսպես տարբեր դերակատարներով մարդիկ են։ Եվ դրանով ակնհայտ է տպավորությունը ստեղծում, որը նորից եմ ասում, բացարձակ կեղծիք է։ Այդ դեպքում մենք հաշվի առնելով այս մեր նկատմամբ այս ապօրինի արշավը, հա նաև ասեմ, որ դրա հիման վրա էլ հանրային հեռուստաընկերությունն է վերցնում, նյութ է պատրաստում եւ էլի բացահայտ կեղծիքով առանց մեզանից ճշտելու երկուսին էլ վերաբերում է, առանց մեզանից ճշտելու նախապես դիմելու, գոնե հարցներին ասեին, ինչու եք այսպես անում, ինչ հիմքեր կա, մի հատ հասկանան, կարող է թյուրիմացություն կա, վերցնել մի անգամից այս նախընտրական քարոզչության կարևորագույն ժամանակաշրջանում, տեսեք, ստե ինչ մի կարևոր բան կա։ Մեզ մոտ հիմա պատմական նշանակության ընտրություններ են, փոխվում է Հայաստանի պետական կառավարման համակարգի փոփոխության հարց է դրված, մեր հայոց պետականության հարց է դրված, եւ այս պատասխանատու ժամանակաշրջանում այն էլ նախընտրական քարոզչության փուլում նման բան ալելը ակնհայտ է, որ բարձրացնում է նրանց պատասխանատվությունը, ակնհայտ է, որ նպատակն ավելի մեծ վնաս հասցնել մեզ, շատ իմ կարծիքով սա համոզված եմ, որ սա նախապես պլանավորված ակտ է կամ գործողություն են, հետեւաբար այդ մարդիկ շատ ավելի պետք է մտածեին դրան տարածելուց առաջ եւ նախապես մեզ դիմելով հարցնելով եւ մենք նաեւ ասեմ ձեզ, որ հիմա նախապատրաստում ենք նաև դատական հայցեր, մասնավորապես միջոցներ ենք ձեռնարկելու քաղաքացիական պատասխանատվության
վնասների հատուցման տեսքով եւ նաեւ զրպարտության համար հանրային հեռուստաընկերության դեմ ներկայացնելու ենք եւ այդտեղ միանշանակ է որ հիմքերը կա առավելագույն սահմանաչափերով ենք ներկայացնելու որովհետեւ այն վնասը որ հասցվում է կամ փորձ է արվում շատ մեծ է եւ նկատի ունեմ մեր նախընտրական վարկանիշին քաղաքական հեղինակության եւ մեր ամենակարևորը մեր քաղաքացիներին մոլորեցնելու առումով այդտեղ ոչ մի տեղեկություն չկա որ մեզ հետ ճշտված է քննարկված է եւ այլն ընդհանրապես ձևական մոտեցումներ է դրանից բացի այո Դանիել Հովհաննիսյանի նկատմամբ նույնպես ներկայացնելու ենք այդ դատական հայցը միասին ուսումնասիրենք ինչպես Հայկ Մարությանի դեպքում հիմա ասեմ մյուսը եւ նաեւ ընդհուպ միջև քրեական պատասխանատվության հարց նրա նկատմամբ որովհետեւ կարծում ենք որ այս գործունեությունը այն աստիճան խնդրահարույց է որ այո այդտեղ հիմա հենց հիմա ուսումնասիրում ենք դրա հիմքերը օրինակ դրանք այս կերպ խոչընդոտում են մեր նախընտրական քարոզչական աշխատանքը օրինակ այսօր այդ խնդիրների պատճառով այսօր ասենք մենք ստիպված ենք օրինակ նախընտրական քարոզչության որոշ հանդիպումներ չիրականացնել կամ ոչ ամբողջական իրականացնել մենք այդ ժամանակը կորցնում ենք կարող ենք տրամադրել մեր քաղաքացիներին այս կեղծիքներին ենք պատասխանում իսկ ինչ վերաբերում է նրան պատասխան տալուն կամ նրանց հետ այսպես այդ տեղեկությունները ներկայացնելուն, գիտեք, ոչ մեկ մեզանից նախապես չի էլ ճշտել, փորձել հասկանալ բոլոր դիտորդների հետ աշխատում ենք։ Ես եղել եմ մարդու իրավունքների պաշտպանը, շատ ընտրություններում եմ անցել, ես գիտեմ այդ դիտորդների գործառույթը եւ այլն։ Ցանկացածը մեզ հանկարծ փորձեր դիմել մեզանից ստանալ տեղեկություն, ու ամբողջը կարող ենք, իսկ այդտեղ ինչ է արել, գնացել են սենսացիայի հետևից, գնացել են ինչ որ բանը կեղծիքներ մեզ զրպարտելու Իսկ հիմա Պարոն Թաթյան կարձագանքեք նրան, երբ ասում է օրինակ ինչպես Մարությանը կանչեց համակարգիչ ուսումնասիրեցին։ Տեսեք, նա սենց ասեմ, էլի նա ինչ որ դերը սենց ուրճացված, բան, նա ուղղակի քաղաքական իմ համար նա իշխանության մաս է։ Իշխանությունը ես նայում եմ որպես ամբողջական կառույց, իմ համար ես նաև ասում եմ որպես կվազի նախարար։ Այսինքն, ինչ նկատի ունեմ, կառավարության փաստացի անդամ է, որովհետև ես արդեն ասացի, նա ընդգրկված է տարբեր քաղաքական իշխանության տարբեր ծրագրերում, այդ հանձնաժողովներն է եւ այլն ու ինձ համար ակնհայտ է որ նրա գործունեությունը գործիք է դարած ընդդիմադիրների նկատմամբ այս պայքարի համար այսինքն նրանք կհանդիպեք դատարանում այլ բարձաբանումներ չեք տա նրանց չէ տեսեք ասեմ նրանց մենք այո պատասխանատվության հարցը դնելու ենք եւ քաղաքացիական դատական պատասխանատվության բայց նաեւ ասացի որ ընդհանուր քրեական պատասխանատվության մանրամասն հիմա ասում ենք ես նաեւ նրանց ասում եմ որ մինչեւ հիմա ես այս սոլիդարությունը պահում էի զուտ ինչ որ ձևական քաղաքացիական հասարակությունը իրեն կոնկրետ կոչում, բայց հիմա ակնհայտ տեսնում եմ, որ կոնկրետ պետական իշխանական քարոզչությունը պատվեր է իրականացվում։ Իսկ ինչ վերաբերում է քննարկելուն համատեղ, մենք այսօր նրան արդեն առաջարկել ենք, որ սենսացիա, գիտես, չկա սենսացիա փնտրելու փոխարեն, ու մեկ է կեղծիքների զրպարտության հետևից գնալու փոխարեն, դուք կարող եք մեզ այդ հարցը տալ։ Մենք լիարժեք ոչ մի թաքցնելու բան չունենք։ Ուզում շատ հստակ ասեմ, ես ինչ որ ասում եմ, հիմա ոչ թե ինչ որ արդարանում եմ, ներկայացնում եմ մեր քաղաքացիների իրականությունը եւ հստակ ասում եմ, մենք թաքցնելու ոչինչ չունենք։ Ամեն ինչ հստակ է մեզ մոտ, ամենասկզբից մինչեւ վերջ, օրենսդրական հստակ ֆինանսական աղբյուրներում, պարոն Թաթյան, ռուսական որևէ այսպես ֆինանսական մուտք չկա։ Բացառվում է, ոչ մի կերպ չի եղել, չկա եւ ամբողջը հիմնված է մեր իսկական հայկական, այսպես ասած, մեր ֆինանսական աղբյուրներն են եւ այդտեղ ես եմ ներդրում անում, չգիտեմ, մեր ամսական 100 միլիոն ծախսում եք, դա ճիշտ է եւ որտեղից է այդ միջոցները։ Մենք այս պահին ունենք որոշակի պարտավորություններ ֆինանսավորման, որոնք դեռ ընթացքում մարելով գնում ենք, ասենք իսկ գոյանում են մեր դրանք ցուցակով կան, ես այս ցուցակը պատրաստ եմ, ասեմ ձեզ նաև հետևյալը, ես պատրաստ եմ մեր ֆինանսավորողների ցուցակը հրապարակել ամբողջությամբ, եթե այն պահին, երբ նա նույն կերպ կընկնի ԿՊ-ի հետևից ու ԿՊ-ն կհրապարակի իրենց ցուցակը։ Ուրեմն տեսեք ինչ է կատարվում։ ԿՊ-ն միլիարդավոր դրամներ է ծախսում։ Միլիարդավոր դրամներ, ամեն նրանց նախընտրական քարոզչությունը միլիոնավոր դրամներ է։ Բեմեր հավաքելով, դրոնային այդ շոուները, որ անում են եւ այլն, միլիոնավոր, միլիարդավոր դրամներ են։ Ինչ են ասում, դրամահավաք են անում, բայց նրանք։ Ճիշտն է, ցույց տան։ Մենք էլ ենք անում դրամահավաք։ Ես հայտարարել եմ դրամահավաք եւ մեզ փոխանցում են իմ հեղինակությունը, խոսքը, Փառք Աստծո, թույլ տալիս եւ իմ թիմինը այնպես լինել կամ այնպիսի ունենալ վստահություն, որ մեզ քաղաքացիները աջակցեն, մեր ընկերներ կլեն թիմակիցներ, ուղղակի քաղաքացիներ եւ
ՔՊ-ի դեպքում նրանք ամբողջ օրը ինչ են անում, մենք կոռուպցիայով չենք զբաղվում, կաշառակերություն չկա, աշխատավարձերը դրա համար բարձր է, առիթ են պատճառ են բռնել իրենց աշխատավարձերը, իբր այդ պարգևավճարներն է ստանում են, բայց միլիարդավոր դրամների քարոզարշավի փողը ձեզ որտեղից։ Մենք նաև բարձել ենք, որ նրանք բազմաթիվ գրասենյակներ ունեն, որոնք տրված են անհատույց օգտագործմամբ իրենց այդ կուսակցություններին կամ գրասենյակ են բացել մարդկանց կողմից հարց։ Այս ինչ կոռուպցիոն սխեմաներ են։ Այդ գրասենյակների համար ես կարող եմ ենթադրել շատ հստակ, որ դուք կանխիկով եք գումարները աշխատացնում, որ հարկային պարտավորություններից խուսափեք։ Կարող եմ, իհարկե կարող եմ։ Դրա համար բերեք ապացուցեք նույն այդ անձինք, որ հիմա մեզ հետ կապված են տարածում, պետք է ընկնեն ՔՊ-ի հետևից ամեն ինչ ու ՔՊ-ն պետք է հրապարակի, որ պահին ՔՊ-ն հրապարակեց իր ֆինանսավորողների ցուցակը, ես անմիջապես նույն անում եմ։ Մերը, գիտեք, մի կաթիլ է, այս ամբողջ ծովում, այս ամբողջը իրենցը թողել են ընկել են մեր հետևից, չհասկացա։ Իրենցը ամբողջությամբ ես ակնհայտ է, չէ՞ որ նրան էլ ադրբեջանական հովանավորություն ունի։ Հիմա ես կարող եմ ենթադրել շատ հստակ։ Ես ասում եմ, ես կարող եմ հիմնավորել, որ նրանք էլ ադրբեջանական ֆինանսավորում ունեն կամ ադրբեջանական աջակցություն ունեն, ուրեմն օլիգարխիկ նույն օլիգարխիկ, չգիտեմ, տարբեր շրջանակներից ֆինանսավորում են, թող հրապարակեն, նրանք իշխանություն են, նրանցն է պարտավորությունը ու պատասխանատվությունը, նորից եմ ասում, եւ նրանց քարոզարշավը նայում ես, դու չգիտես մեծահարուստները Հայաստանում ովքեր են, սրանք են, թե որ իսկականից մարդիկ ասենք, օրինակ մեծահարուստ են, թե սրանք են։ Պարոն Թաթյան, ներողություն, փորձենք այս թեման շատ կարճ փակել, որ հասնենք նաև այլ թեմաների անդրադառնալ։ Տեսեք, դուք ասում եք փորձում են վարկաբեկել ձեզ, հիմա մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր շրջանակներին հերթով այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանի մակարդակով լրտեսի եւ գործակալի այսպես պիտակ է կպցում, բայց դրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք օրինակ Անդրանիկ Թևանյանի հետևից հստակ գործողություններ եղավ, կարճ ասած գնացի նրա հետևից։ Հիմա դուք սրանից հետո ինչ գործողություններ եք ակնկալում, այսինքն հնարավոր է թվում եւ ձեր եւ մյուս ընդդիմադիրների հետ այդ փորձեն գնալ քրեական գործեր բացվեն։ Այս իշխանությունը ամեն ինչի ընդունակ է, սա հստակ։ Ամեն ինչի ընդունակ է եւ շոուներից սկսած ես այս իշխանությանը ինչ որ ասենք վարույթներ են իրականացնում շատ լավ։ Անմեղության կանխավարկած կա, վարույթ կա, թող իրականացվի, process-ը թող գնա, բայց հարց է առաջանում։ Ես այս իշխանության չեմ վստահում։ Այ որտեվ նրանք շոուների ընդունակ, նրանք իրենց քաղաքական շահերի համար ամեն ինչ կզոհեն։ Դա համար ես ասում եմ, որ այդ դեպքում ցուցաբերեք հավասար մոտեցում։ Ցուցաբերեք հավասար մոտեցում։ Ես մանկապարտեզի տնօրեններին ուղված ձայնագրություն եմ հրապարակել, միջև հիմա այն մի քանի օր առաջ արձագանք չկա։ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներին, որ պարտադրում են նրանց ՔՊ-ական ավականու անդամը պաշտոնյա գնան իշխանության հավաքին, ուր է այսքան տարի 10 քանի օր անցել է ու ոչ մի արձագանք չկա, հատուկ անուններ եմ նշել բարձրաստիճան պաշտոնյաների ու ասել եմ հանկարծ ուսանողներին չփորձեք նեղել կամ նրանց դասախոսների կամ ուսուցիչների, հարցը պետքա վերևից կազմակերպված իջնի ներքև, ուր է որևէ բան չկա։ Լավ, ձեր ակնկալիքները այդ մասով չեն բավարարել, բայց ինչ եք կարծում ձեզ հետ կապված ինչ գործողությունների, ոչ միայն ձեր ընդդիմության նրանք Անահիտ ջան, ամեն ինչի ընդունակ են եւ մենք պատրաստ ենք նրանց ցանկացած գործողության, բայց նորից եմ ասում, հարց է առաջանում այդ նույն նրանց քարոզիչները եւ իշխանության մարդիկ, որ իրենց ցուցադրում են իբրև անկախ բան ՀԿ-ներ եւ այլն, ուր է նույն կերպ ես ակնկալում եմ, որ նույն կերպ ՔՊ-ին հետևողական լինեն հենց հիմա, հենց այսօր, որ ՔՊ-ն նույնպես հրապարակի, այլ ոչ թե նորից եմ ասում, մի կաթիլ ընդամենը տեսել են, ասենք ամբողջական այս ծովի մեջ, սա կազմակերպված է, որևէ մեկ, ասենք դուք ինչ եք կարծում, ես եթե ռուսական ինչ-որ ֆինանսավորում լիներ ծրագիրներ, ես առավոտից իրիկուն կասեի, որ մենք պետք է ռուսական ազդեցությունը քչացնենք Հայաստանում, որ մեր տարիների այսքան կախվածության, այս խնդիրների պատճառը ռուսական ազդեցությունն է, այսինքն առհասարակ ազդեցությունը հիմա էլ ադրբեջանական ազդեցության ներքո են, ինչ ուզում է լինի Բրյուսել, Վաշինգտոն եւ այլն, սա է խնդիրը, որ մենք պետք է լինենք իրականում այս ընտրությունները պատմական են մեզ համար։ Մենք մեզ համար պետք է ընտրություն անենք։ Մենք մեր ապագան ենք որոշում։ Չպետք է նայենք ինչ որ արտաքին ուժ ում են նախընտրում։ Եթե նայեցինք արտաքին ուժերը, տեսեք ինչ է, այս մեր հրապարակումների օրինակով կա ռուս ընդդիմադիր գործիչ Խադարկովսկի։ Ռուսական իշխանություններին ընդդիմադիր է։ Փաշինյանին կամ օգնում են, ինչ են անում, ես չգիտեմ ոնց, ակնհայտ է, որ սա նրանց օգտին է։ Ադրբեջանական ազգանով էլ մարդիկ այդ լրատվամիջոցներով են։ Տեսեք, օտար ազդեցություններով գնում է պայքար եւ սա օրինակ ձեռնտու է այս իշխանությանը։ Հիմա հարց է առաջանում, այս օտար ազդեցություններից մենք
ի վերջո պետք է իհարկե դուրս գանք դեպ սա այս ընտրությունները կարևորագույն հնարավորությունն են։ Պարոն Թաթյան, ես ուզում եմ հասկանալ իշխանափոխություն իրականացնելու ձեր ընդունելի տարբերակը, որովհետև այս պահին, երբ նայում ենք սոցիոլոգիական հարցումները, իհարկե ոչ ամերիկյան, օրինակ Գելափինը, ամերիկյանի դեպքում կարծես չկա իշխանափոխության հնարավորություն։ Այս պահին տեսնում ենք, որ 4 ընդդիմադիր ուժ հաղթահարում է անցողիկ շեմ, այդ ուժերից մեկը նաև ձեր կուսակցությունը, եթե կլորացած ասեմ 6%։ Հիմա այն բոլոր ուժերը, որոնք անցողիկ շեմը հաղթահարում են, հստակ հայտարարել են, որ ով ամենաշատ ձայնը հավաքեց, աջակցելու են, միանալու են, այսինքն կարծես թե կա այսպես մեծամասնության հռչակած խաղի կանոններ, որոնք բոլորը ասել են, որ պատրաստակամ են հետևել։ Դուք կարծես թե այդ կանոնի հետևից այսպես չեք գնում, օրինակ Սամվել Կարապետյանը, եթե դիտարկենք, որ առավելագույն ձայն է ստանում, ասպեք 1 հոգու համար դեմ եմ սահմանադրություն փոխելուն, Ռոբերտ Քոչարյանն ասում ձայն չեմ տա։ Հիմա օրինակ ես կարող եմ հասկանալ, որ ձեզ համար կարող է ընդունելի լինել Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, թե դուք այլ սցենար եք դիտարկում։ Նայեք, մենք շատ պարզ ու ազնիվ ենք։ Ամենահստակ դիրքորոշումը մերն է։ Մենք ոչ թե ասում ենք առավելագույն ձայներ, այլ այստեղ մի քանի ուրիշ կարևոր հարց կա, իմ այդ ձայների մասը կասեմ։ Տեսեք, մեր դիրքորոշումը շատ հստակ է։ Կարմիր հաստ մեծ գիծ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ չպետք է լինի։ ԿՊ-ն չպետք է վերարտադրվի որպես իշխանություն, սա հստակ։ Այստեղ մի հատ կարճ ճշտում անեմ, տեսեք, օրինակ Էդմոն Մարուկյանն ասում էր մեր տաղավարում, ասում էր կարող է լինել անցողիկ ուժեր, որոնք Նիկոլ Փաշինյանին դեմ լինեն, բայց այդ ուժից մեկ այլ վարչապետի թեկնածուին Կոմքվյակես այլ եք դուք բացառում որպես անցողիկ ուժ։ Նայեք, ամենակարևորը Նիկոլ Փաշինյանը իշխանության չպետք է լինի վարչապետ եւ ԿՊ-ն իշխանության չպետք է լինի։ Ինչ ուզում եք վերցնեք, ԿՊ-ն որպես ինստիտուցիոնալ կառույց, այո, ԿՊ-ն ինքը չպետք է մնա իշխանության, որովհետև այս ամբողջը ինչ որ մենք հիմա ունենք, ԿՊ-ի գործունեության արածների հետևանքն է, սկսած կոռուպցիայից, սկսած այս մեր այս ամեն ինչը ատելությունը, թշնամանք, չգիտեմ, հայկական ինքնության ու հայոց պետականության դեմ այս ամբողջ քաղաքականությունը եւ այլն, օտար ազդեցության հարցերը, այսինքն մենք չպետք է մեր հանուն մեր պետականության լինի, այս սա նրանք լինեն իշխանություն։ Լավ, իսկ ընդդիմությունից Երկրորդը, այո, մենք Ռոբերտ Քոչարյանի վարչապետությանը կողմ չենք քվեարկելու, որովհետև մենք ի սկզբանե այդ մասին հայտարարել ենք եւ Սամվել Կարապետյանի մասով էլ ասեմ, որ այստեղ էլ ես որպես իրավաբան սահմանադրության մեջ եմ խնդիր տեսնում, այո, սահմանադրություն արգելքը կա, եթե նրանց ուժը հավաքի համապատասխան ձայներ, ինչ կա, կարող է փոխել, բայց մեր դիրքորոշումը դա է, որ իրավական կանոնները այս պահին թույլ չեն տալիս, սա ոչ թե իմ հնարածն է, սա Հայաստանի սահմանադրությունն է գործող մնացած հարցերը մենք քննարկելու ենք ելնելով հայոց պետականության եւ Հայաստանի ազգային անվտանգության շահերից իսկ եթե ձեր նշած սցենարներ լինեն, օրինակ Սամվել Կարապետյանը հավաքում է առավելագույն ձայներ, բոլորը համախմբվում են նրա շուրջ, ասում են, քանի որ այդպես էինք որոշել, որ պետք է առավելագույնին միանանք եւ մնում են ձեր ձայները։ Այդ դեպքում ինչ է կանելու։ Կամ հակառակ, օրինակ Ռոբերտ Քոչարյանն է հավաքում եւ ասում են բոլորս միանում ենք նրան։ Այդ դեպքում չի ստացվում, որ իշխանափոխությունը, եթե ձեր ձայները չտաք, չի ստացվելու։ Տեսեք, նախ մի բան հաշվի առեք, որ կա նաեւ իմ թեկնածությունը։ Այդ մի հատ խնդրում եմ մյուսներն էլ հարցրեք։ Բա իմ տեխնացության հետ կապված դիրքորոշումը իրենց ո՞րն է լինելու։ Ասեմ, անուղղակի ներողություն, պարոն Թաթյան, անուղղակի եթե ասեմ հարցրել եմ, ոչ թե կոնկրետ ձեր տեխնացիան հետ կապված, այլ հստակ ասել են, որ մենք կողմ ենք բոլորին, եթե առավելագույն ձայն ստանան, այսինքն ով հավաքեց, ստացվում է, եթե օրինակ դուք ստանաք, իրենք կողմ են։ Ինձ համար կա հետևյալը։ Ամենաառաջնայինը ինձ համար հետևյալն է։ Հայաստանի անվտանգության ու պետական շահերը։ Մենք բոլոր որոշումները կայացնում ենք ելնելով դրանից։ Եվ մի բան էլ չի լինելու այնպիսի վիճակ, որ մեր պատճառով իշխանափոխություն չլինի։ Այսինքն մենք չի լինելու, որ մենք դարձանք, որ տեսեք, եկեք իմ տերմիններով ասեմ էլի, եւ չի լինելու այնպիսի վիճակ, որ մեր պատճառով իշխանափոխություն չլինի։ Դա հստակ է եւ աներկբա։ Նորից եմ ասում, մենք ոչ թե ղեկավարվում ենք ով շատ ձայն տարավ նա, մենք ասում ենք, այս մեր կարմիր գծերը ունենք, դրանց շրջանակներում որոշումները կայացնում ենք ելնելով Հայաստանի ազգային անվտանգության պետական շահերից։ Իսկ եթե այնուամենայնիվ բոլոր, օրինակ 3 ուժ են, 3 ուժերը մեկ որոշում են կայացնում, որը չի համապատասխանում ձեր ասած կարմիր գծերին։ Այդ դեպքում եւ միայն այդ ձեր որոշումից է կախված իշխանափոխության սցենարը։ Ըստ արդյունքների պետք է խոսենք։ Հիմա իմաստ չունի որևէ այլ հարց քննարկել, ես ընդհանրապես այլ օրակարգ հիմա չեմ քննարկում։ Այսքանը ասացի, մնացածը ընտրություններից ասացի նաեւ չի լինելու այնպես, որ մեր պատճառով չլինի իշխանափոխություն։
մենք երբեք այդ արգելքը չենք հանդիսանալու, բայց այս սահմաններում մենք քննարկումները տանելու ենք, թե արդեն ինչ կլինի հիմա ճիշտ չի քննարկելը ըստ ընտրությունների արդյունքների։ Լավ, իսկ Գագիկ Ծառուկյանի հետ կապված այսպես ինչ որ արգելք ունեք, երկու տեխնացուի հետ կապված եք նշել։ Ըստ ընտրությունների արդյունքների մնացած հարցերը այս պահին հանրային այսպես եւ քաղաքական քննարկման անհրաժեշտ պատասխաններ ուզող հարցերը սրանք են, սրանց վերաբերյալ ձևավորված մեր դիրքորոշումը այն է, ինչ ասացի, մնացած հարցերը կքննարկենք ըստ ընտրությունների արդյունքների։ Շատ լավ, պարոն Թաթյան, ինչ էր Սամվել Կարապետյանը նշել, որ Գելափի այսպես նպատակն է եղել ամեն ինչ անել, եթե բառացի չեմ մեջբերում մոտավոր բովանդակությունը, ամեն ինչ անել, որ դուք անցողիկ շեմը հաղթարեք եւ ձեզ կարծես այսպես վրթովեցրել էր նրա այդ միտքը։ Ինչով է դա պայմանավորված ըստ ձեզ։ Այդտեղ եւ միայն դա չէ, նաեւ Սամվել Կարապետյանն ասել էր, որ այսպես մի քանի 4 բևեր կա, նկատի ունենալով մեզ նկատի չունենալով, այսպես ասեմ, եւ մենք, այսինքն նկատի ունենալով իշխանությանը, իրենց Հայաստան դաշինքը եւ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժը։ Եվ մի քանի տոկոս էլ ասել էր, որ մենք ունենք նախ ասեմ ձեզ, որ ինձ համար շատ զարմանալի էր այդ հայտարարությունը, այսինքն ընդդիմադիր ուժը այդքան ժամանակ ու ռեսուրս ունի, որ մյուս ընդդիմադիրների վերաբերյալ գնահատականներ տա, ձայները հաշվի կամ քննադատի, եւ իմ մոտ հարց է առաջանում, այսինքն ես երբ դա տեսնում եմ, մտածում Սամվել Կարապետյանը չի ուզում, որ մեր ուժը նույնպես անցնի խորհրդարան։ Ես օրինակ, որքան շատ ուժեր անցնեն խորհրդարան, ինձ համար այդքան լավ, որքան ընդդիմադիր իրական ուժեր շատ անցնեն, այդքան լավ բնականաբար, դա մեր հայոց պետականության համար է պետք։ Եվ այստեղ էլ այդ 4 բևեր հասկացությունը ինձ համար դա արդեն դառնում է, գիտեք ինչ, ոչ թե երկրագնդի նման 2 բևեր կա, մագնիսի 2 բևերներ, 4 բևեր ազդեցության գոտիների բաժանում է ստացվում։ Ինձ համար այստեղ ամենակարևորը Հայաստանի բևերը առաջ քաշելն է։ Գիտեք, մի բան եմ ուզում քննարկենք։ Տեսեք, մեր քաղաքացիներին է, որ հստակ լինի։ Այսօր իրավիճակը այնպեսին է Հայաստանում։ Մենք ստացվում է այս ընտրությունները ռեսուրսների կռիվ է։ Ոչ թե մեր պետականության համար է, մեր ազգային շահերը հենց հայաստանյան, թեև հայտարարում են այդպես, բայց ստացվում է ռեսուրսների կռիվ։ Մի դեպքում իշխանությունը իր ճնշումներով մարդկանց տեսեք ինչ օրնակցում, մյուս դեպքում էլ էլի ռեսուրսներ են կիրառվում, օրինակ ասենք, չգիտեմ, գումարով եւ այլն, ստացվում է դրա մեջ է, գումարների, մեկ է իշխանական լծակների մեջ է, բա մարդկային ռեսուրսները։ Գումար ասելով պարոն Թաթյան, նկատի ունեք ընտրակաշարք, թե նկատի ունեք այն ներդրումները, ընտրակաշարք չէ, նկատի ունեմ, ասենք, օրինակ ինչ որ մեկը, եթե օրինակ շատ է գումարներ դնում միտեղ, ուրեմն նշանակում է ինքը ռեսուրսներ շատ ունի կամ բևեր է դառնում, բա մարդկային կապիտալը, պրոֆեսիոնալ կապիտալը։ Բայց գուցե նա պարզապես ըստ Գելափի հարցման տվյալների էր ասում, ովքեր են բևերները։ Ես հարցը ինչ որ հարցման տվյալները չեն։ Հարցը թե դու ոնց ես ընկալում այս ընտրական քաղաքական համակարգը եւ ինչպես ես պատկերացնում սրանից դուրս գալը։ Ինձ համար հետեւյալն է հարցը։ Ես բևեր, ոչ բևեր, այդ տեսանկյունից հարցը չեմ նայում։ Ես նայում եմ իմ երկրի պետականության համար ինչ է պետք։ Պետք է ձևավորվի, առաջ տարվի Հայաստանի բևերը։ Եթե այդպես ենք նայում, ամեն ինչ հանուն մեր պետականության։ Իսկ ստեղ արդեն տեսնում ենք ինչ ռեսուրսները ինչպիսին են, ոչ թե իշխանական լծակներ, ոչ թե պարզապես գումար, այլ մասնագիտական կապիտալ, մարդկային կապիտալ եւ իրական աշխատանք, որ ուղղված է հայոց պետականությանը։ Ես դրա համար այս տեսանկյունից օրինակ ինձ համար ինչքան շատ ուժ իրական ընդդիմադիր անցնի խորհրդարան, եկա լավ։ Դա մեր պետականության համար է։ Եվ ձեզ համար փաստորեն անհասկանալի է այնուամենայնիվ ինչու։ Ինձ համար այո, զարմանալի էր այդ հայտարարությունը։ Ես սրա մասին խոսել եմ եւ սա իմ կարծիքն է, համոզմունքն է, թե որտեվ մանավանդ էս նախընտրական օրինակ ժամանակահատվածում ես ընդդիմադիրներին ես պահել եմ այդ սոլիդարությունը, երբեք որևէ մեկի այսպես քննադատական խոսք չեմ ասել կամ տոկոսները չեմ հաշվել։ Բայց ասել եք ես չեմ միանալու իրենց, չեմ քվեարկելու իրենց։ Բայց չմիանալը նշանակում է ոչ, չմիանալը դա չէ։ Չմիանալը ընդ որում ասեմ ձեզ, ես որ ասում եմ չմիանալ, այնպես չստացվի, խոսքը վերաբերում է համագործակցությանը։ Ես նորից եմ ասում, խոսքը չի վերաբերում, խոսքը վերաբերում է կոնկրետ տեխնացուներին։ Սա ինչ քննադատություն է։ Սա հետագայի համար մեր դիրքորոշումն է։ Եվ որովհետև մենք գտնում ենք, որ որոշումները պետք է կայացվեն այս տեսանկյունից, բայց թե
հիմա ասենք որ մեկը անցողիկ շեմ է, չանցողիկ բևեռ է, բևեռ չէ եւ այլն, մենք այդ թեմաների մեջ չենք մտնում, որովհետեւ մենք ունենք հստակ սոլիդարություն այս պահին իմ օրակարգը, իմ խնդիրը, հստակ այս խնդիրները Հայաստանում ստեղծված այս քաղաքական համակարգի խնդիրները վերհանել հասկանում եք, մեր քաղաքական համակարգը իրականում ձախողված վիճակում է։ Ինչու՞, որովհետև տարիներ ի վեր այս նախկին ներկա արտաքին ազդեցության այս ուժերով, այսենց Հայաստանը կամ այդ դիսկուրսով ամբողջությամբ քայքայել է մեր քաղաքական համակարգը։ Տեսեք, այսօր իշխանությունը ինչի վրա է կառուցում իր թեզերը ամբողջությամբ, չէ, նախկիններ, եկեղեցի, եթե եկեղեցին հիմա մի փոքր իջեցրել են հրապարակայնությունը, բայց նույն ձև շարունակվում է, եւ ռուսներ։ Այս երեքը նրանց տակից հանում ես, այս իշխանությունը օրակարգ չունի ուրիշ։ Բայց նրանք բոլորի հետ կապված են կարողանում, պարոն Թակարյանի, եթե մրցակցությունը լիներ օրինակ ձեր եւ իշխանության միջեւ, ձեզ էին ասելու, լրտեսեք, գործակալը, նախկինը։ Իմ ասածը դա է, նախկինի հիմք չտվողը հանում եք, ռուսականը հանում ենք, եկեղեցու հետ կապվածնել իրենցն է, որ էլի չենք թողում, որ հանգարցը դե մտնեն, իրենք սեփական քաղաքական օրակարգ չունեն, ասենք ինչ պետք է գան, ինձ օրինակ ինչ պետք է գան ասեն, պետք է գան ասեն դրոնները չեք առել, թալանել եք երկիրը, գործարաններ չեք կառուցել, կաշառակեր եք, ինչ պետք է գան ինձ ասեն, ասենք ինչ պետք է գան ասեն։ Հիմա փորձում են այսպես ասել գործակալ է օրինակ։ Նախկինը ով է իրանց ձևակերպում, նախկինը այն մարդն է, որը կաշառակերա, թալանչիա, այդ է նախկինը։ Այս իշխանության մեջ նախկինները շատ են, այդ պատգամավոր կա, Գուրգեն թե Գագիկ երկու անուն ունի, Մելիքյան, Մելքոնյան թե Մելիքյան։ Մելքոնյան, հա։ Ինձ այդ մարդու ազգանունը որ տալիս են, ինքը առաջին բանը, որ իմ մոտ ասոցացվում է, մեր բանակում այդ կաշառակերությունը, որ այդքան եղել է, իրանք էլ հիմա ասում են հակուս չի եղել, համազգեստ չի եղել, այդ մարդու հետ է ամբողջությամբ։ Ես այդ մարդուն տնամ սկի չեմ։ Օրինակ, երբ որ դուք կարմիր գծեր եք, այսպես ասում, որ այս մեկի օգտին կքվեարկեմ, այն մյուսի օգտին չէ, չի նշանակում արդյոք, որ ինչ որ առումով դուք մտնում եք այդ օրակարգի մեջ Նիկոլ Փաշինյանի, որ օրինակ այս մարդը նախկին է, կարող է ձայն չտան այն մարդը Ռուսաստանի հետ կապ ունի, օրինակ ասում եք։ Բացարձակ չէ, բայց ես դրանք օբյեկտիվ իրականություններ են։ Ես բացարձակ չեմ մտնում այդ օրակարգեր, հակառակը ես ասում եմ, ինչ պետք է անել, որ Նիկոլ Փաշինյանին թույլ չտալ, որ ինքը դրանից օգտվի, կապիտալացնի եւ իր քաղաքականությունը կառուցի դրա վրա։ Ասել եմ հենց սկզբից, ամենասկզբում, որ նրան պետք է հնարավորություն չտան այդ նախկինի ժամանակվանի սխալները, որ եղել է, դրա վրա, որ ինքը վամպիրի պես սնվում է։ Ասել եմ, հիմա ինչ անում ամբողջ է այդ թեմաներից է խոսում, որտեվ ինքը հիմա ինքը չունի արած հաջողված որևէ բան, հասկանում եք, իրենց արածը հիմա Հայաստանի դեմ իրենք անդադ խոսում են հիբրիդային պատերազմի, բայց հիմա իրենք են այդ հիբրիդային պատերազմը տանում մեր դեմ։ Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ հաղթաթղթերից զրկենք նրանց, հասկանում եք, ասել են, որ իրենք կառուցելու են իրենց արշավը նրա վրա, որ ասեն ռուսական գործակալներ են եւ ինքը իրան դիրքավորի որպես Հայաստանի ինքնիշխանությունը փրկող մարդ։ Ես ասել եմ, որ Սամվել Կարապետյանը բարերար է, հարգանքի արժանի, բայց ասել եմ, որ նրա հետ կապված Նիկոլ Փաշինյանը ասելու է, որ իրեն դիրքավորելու է որպես Հայաստանի ինքնիշխանությունը փրկող մարդ։ Բան էլ մի հատ էլ արևմտամետ ցանկացածի հետ կապված նա դիրքավորել է։ Օրինակ, եթե լիներ Նիկոլ Փաշինյանը եւ դուք, նա դարձյալ դիրքավորելու էր եւ թիրախի։ Ինչ էր դիրքավորելու։ Ես արդյոք ունեմ Ռուսաստանի քաղաքացիություն։ Ես արդյոք ունեմ խոշոր բիզնեսներ։ Ես արդյոք ունեմ խոշոր բիզնեսներ։ Այսպես կվերցնեին եւ առավոտից երեկո կասեին նախկինում պաշտոնավարել եմ եւ սխալներ եմ այն աստիճան քաղաքական համակարգի նկատի ունեմ, որ նրանք հիմա կարող են օգտագործել։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի հետ կապված, նրա հետ կապված ինչն է խնդիրը։ Նա այս օտար ազդեցության իշխանություն է, որը ադրբեջանական հովանավորություն ունի, չէ՞, եւ նրա այդ իշխանական ազդեցություն ունեցողներին, թեև նա փորձում է դիրքավորել, որ արևմտամետ է, ինչ որ տենց Ամերիկայի Միացյալ Նահանգներից է մարդ գալի, որ իրեն աջակցի, Ֆրանսիան եւ այլն, նա ինչի համար է այս ամենը անում, որ նրան նախընտրական այս քարոզչական վիճակում գան օգնել փրկեն իր քարոզարշավը։ Այդ երկրների հետ մենք պետք է հարաբերություններ խորացնենք, հարցը դա չի, բայց նա ինչ է անում, նա սրանով նաեւ քողարկում է, որ իր իսկական գլխավոր քաղաքական հովանավոր հայրը Իլհամ Ալիևն է, բայց նա որպեսի ես նրանց էլ ասում եմ, տարբեր ունի քերիներ, հոպարներ, բան եւ այլն, որոնք իրեն օգնում են, աջակցում են։ Այստեղ գլխավորը որն է, նա ակնհայտ է ինքը ապավինում է օտար ազդեցությանը։
Եվ դրա համար ես մեր ժողովրդին ասում, ժողովուրդ ջան, մենք պետք է այնպիսի ընտրություն անենք, որը այնպիսի ուժի ընտրենք, այնպիսի մարդու, որը ղեկավարվում է բացառապես Հայաստանի շահերով, որը հայկականն է, հայաստանյանը եւ որևէ մի արտաքին ուժի հետ չի ասոցացվում։ Եվ դրա համար ասում եմ, այո, դա մենք ենք եւ ես միշտ ղեկավարվում եմ եւ ղեկավարվելու եմ Հայաստանի շահերով եւ ինձ համար որևէ նշանակություն չունի թե ինչ որ արտաքին ուժ ինչ նախընտրություններ ունի, որովհետեւ ինձ համար ամենակարևորը իմ երկրի զարգացման այդ կներեք այդվում հազարատ պիտակ կգտներ այդ հոդվածները, որոնք հրապարակվում են։ Օրինակ այս հոդվածները, որ հրապարակվում են, փաստեր չունեն։ Հիմա ես այդքան ասում եմ։ Կկապեին օրինակ ինչպես եւ անում են Սերժ Սարգսյանի իշխանության հետ։ Տեսեք, դա բացարձակ դա այդ թեզերը չստացված են։ Թաթեն մի մասնակցեք ընտրություններին, որովհետեւ ձեզ թիրախավորում է դրա պատճառով մեր վարկանիշներն են գնում։ Տեսեք, այդ ես ոչ թե այդ տեսեք, այդտեղ տարբերությունը։ Ես ոչ թե ասում էի առասարակ կամ խոսքը վերաբերում է նրա մասին, որ ես մտածում եմ իմ վարկանիշի մասին, այլ ես մտածում եմ հայոց պետականության մասին, այլ ես մտածում եմ ոնց այս վիճակից դուրս գանք։ Երբ ես քննադատում եմ Ռուսաստանին եւ ասում եմ, որ Ռուսաստանը ինձ համար շատ տարօրինակ է, ինչի արգելեց մեր ծաղիկների ներմուծումը, կոնյակը, իշխանի հետ կապված խնդիրներ, ջերմուկը եւ այլն։ Ինձ համար պարզ է, որ նրանք այսպես Հայաստանին ճնշում են եւ Ռուսաստանը Հայաստանին չի դիտում որպես հավասար պարտնյոր, գործընկեր, այլ դիտում է որպես իրենից կախված պետություն։ Սա հստակ է եւ նրա համար մենք պետք է սա նկատի ունենք, որ մենք ինչքան շատ իրար հետ այս արտաքին ազդեցություններով գնանք, ամեն մեկը միշտ մեզ փորձելու է ճնշել։ Օրինակ Ռուսաստանը, հա, այս իշխանությունների միջոցով օգտվում են դրանից։ Այս իշխանությունների համար հենց արգելք է դնում Ռուսաստանը, այնքան են ուրախանում, իմոց տպավորությունը, իրանք նվեր են դա իրանց համարում, ինչի, որ ընդդիմությանը ցույց տան, ասեն այդ էս Ռուսաստանը արգելքներ դրեց, այ դուք եք անում, այսինքն Ռուսաստան, տանում եք Ռուսաստանի տակ մցրեք։ Ընդդիմություններ, որը օրինակ ենթարենք պրոռուսական է եւ այլն, ինչ ասում, այն եվրոպացիներն էր, եթե հանգարց որևէ մեկը դիրքավորվում, ասում են Ուկրաինա պատերազմ կլինի, Ուկրաինայի պես կլինի, էս կլինի, իշխանությունները էս ինչ անում, ադրբեջանական իր այս քողարկելու համար, նորից էլի ընկել է այս հիբրիդային պատերազմի մեջ ու Ադրբեջանից անգամ մի շաբաթ երբ չի լինում հայտարարություն, այնքան են ուրախանում, Ադրբեջանը լավ է, հայտարարություն չի անում։ Տեսեք, այստեղ խնդիրը որն է, այս արտաքին կողմնորոշումը չպետք է դառնա մեր երկրում ներքին պայքարի գործիք, արտաքին կողմնորոշումը, այլ մենք պետք է գնանք ոչ թե նրանով իրար քննադատենք, իրար վնաս փորձենք տալ, ոչ թե նրանից թե տեսնենք ինչ արտաքին կողմնորոշում, դու պրոեվրոպականից պրոռուսական, այլ պրոհայկական։ Դա համար մեզ պետք է իշխանություն, որը իրապես առնչություն չունի այդ արտաքին ուժերի հետ եւ Հայաստանի մասին մտածող, մեր ժողովրդի մասին մտածող իշխանություն միայն։ Օրինակ ես նույն ռուսականը, հայ գործարարն ու գյուղացին չեն արդյունքում տուժում։ Ի վերջո հայ գործարարն ու գյուղացին են, չէ՞ տուժում։ Կոնյակ արտահանող գործարարն է, չէ՞ տուժում։ Ծաղիկ ներմուծող, ծաղիկ արտահանող գյուղացին, մթերք արտահանող, ելակ եւ այլն գյուղացին է, չէ՞ տուժում։ Այո, պարոն Թաթյան, շատ կարճ, տեսեք, դուք այսպես ձեր աջակցությունն եք հայտնել թրիփին, շատ կարճ պարզապես ձեր կարծիքը լսեմ։ Թրիփը նախաստորագրվեց, ինչու նախաստորագրվեց եւ արդյոք 3 րոպեի խոսքերը նշանակում էին, որ Նիկոլ Փաշինյանը ունի արևմուտքի աջակցությունը։ Նիկոլ Փաշինյանը չունի արևմուտքի աջակցությունը, դա կեղծ նրանց ստեղծած կեղծ թեզն է։ Նիկոլ Փաշինյանը իրականում վայելում է Ադրբեջանի աջակցությունը, Ադրբեջանի հովանավորությունը, սա ինձ համար շատ հստակ է։ Հիմա թրիփի հետ կապված։ Շատ կարճ։ Թրիփը իմ կարծիքով ես ասել եմ խաղաղությունն ապահովող փաստաթուղթ է հիմա, բայց թրիփը կարող է իրագործվել 3 պայման եմ ես միշտ նշել, 3 պայմանների առկայության դեպքում։ Եթե ապաշրջափակվի Հայաստանը, եթե ադրբեջանական զինված ուժերը դուրս գան մեր օկուպացված տարածքներից եւ ապահովում է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, այսինքն ելքի ու մուտքի մոտ մեր սահմանապահներն ու մաքսային ծառայողներն։ Այս դեպքում նոր կարող է թրիփը իրագործվել եւ բանակցությունը Հայաստանի իշխան պետք է ունենա այնպիսի իշխանություն, որ բանակցությունները այնպես տանեն, այնպես բանակցությունները, որ այս պայմանները բոլորը իրագործվեն։ Հակառակ դեպքում թրիփ ուղղակի իմաստ չի ունենում մեզ համար։ Շատ պարոն Թաթյան, շնորհակալ եմ ես ձեզ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում եմ Միասնության թևեր կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի հետ։ Կհանդիպենք վաղը նույն ժամին, լավ եղեք։